հավի ձվել եմ, որը մեզ օգնություն է տվել Գևորգը։ Սա որ թվականին է օգնություն տվել ձեզ։ 25 անցած տարի ապրիլին։ Անցած տարի ապրիլին։ Կարող եք հանել։ Ասեք ես Գևորգի տված հավերի։ Հա, Գևորգը անցած տարի 25 թվին ապրիլին օգնություն ա տվել, մոտ մի 50 հավ, դիմել ենք, մեզ էլ ա տվել։ Ածան հավեր են եղել։ Չէ, այն վաղ չէ, իսկ հիմա, հա, արդեն մեծ հավեր են։ Ընտրություններին մասնակցել եք։ Ոչ։ Ինչու։ Դե մենք դեռ քաղաքացիություն չենք վերցրել, դրա համար էլ չենք մասնակցել։ Կաշառք չի եղել, ոնց չի Ոչ, եղել։ ոչ մի կաշառք, ոչ մի բան, այն վաղ դեռ չգիտենք, որ կարող է ընտրություններ լինի։ Ուղղակի հարևաններով ասել են, որ ինչ որ տղա կա, օգնություն է տալիս, մենք էլ ենք դիմել, ու նենց չի, որ ասենք վերել է, ասել հարևանի տանը կարակ պահեք, ասել ենք միգուցե հարևանի մոտ, ասես չէ, տեղին պիտի հավաբունը լինի, մենք էլ դե քանի որ վարձով ենք մնում, չունեինք։ Սարքեցինք, ինքը եկավ, տեսավ, հավանեց, ասեց, որ կտեղավորի, հա, 50 հավը ու բերեցին։ Իսկ քանի հոգի եք եղել, որ դիմել եք։ Գյուղում թե մենակ։ Ձեր ծանոթների շրջանում։ Դե շատ կան, այ մենք հոշականում շատ որ ենք, սաղին էլ օգնել է։ Տեքորս օրինակ խոզ ա ուզել, ինքը հավի փոխարեն խոզ ա տվել։ Դրանից հետո էլ խոզը մի քիչ էր դառնում, ասեց ես էլ իմ փողը կդնեմ, 2 հատ էլ ավել առավ, տվավ տեքորս։ Եվ այդպես։ Ասել էլի ընտրություններին գիտեք ում Ոչ մի բան, չէ, մենք ուղղակի դիմել ենք ինքն էլ ես 3 իմացել, որ ասել են Յանիմ կաշառքա։ Ու միջև հիմա սենց չգիտեմ ինչ վիճակ ա մեր մոտ, որ էդիս ասեմ հեչ իր արածն ու տվածը չի բռնում իրար հետ։ Այսօր Չէ, էդի մեզ չէ, մեզ չի ասել, որ ես ասում եմ 3 ենք իմացել, որ ասում են Յանիմ կաշառքի, բայց չէ, տենց չի, ուղղակի օգնել է։ չեք պատկերացրել, որ այդ հավերի մի օր կարող է կաշառքի թեմա դառնալ։ Նոր արդեն հավերի քչացել են, դե մոտ մի տարի է մորթում ես ուտում ես բան, այն նոր սենց հավաքվել ենք, ասում ենք ուրա է Գևորգ, մի հատ է զանգենք, ասենք մեծ հավերի քչացել են, մի հատ էլ բերեք։ Երեք ասեցին, բա Գևորգին բռնել են։ Ոնց այ մարդ Գևորգը խի են բռնել, բա հավերը որ բաժանել է, ասում են կաշառքը։ Ասում ենք, էդի սաղ սուտ է։ Հիմա այդ ձուն ինչի եք բերել դատարան։ Էդի բերել ենք, քույրիկս ստեղ ա մնում, դե մենք որ օշական ենք, իրանց չունեն, բերել ենք քաղաք, որ տան քույրիկիս։ Այդ տենց համ մեզ ա բավարարում, համ քույրիկիս։ Հիմա ինչ եք կարծում, բաց կթողեն Գևորգին։ Չգիտեմ, տեղյակ չեմ այդ ինչ վիճակ է, ցանկալի է, որովհետև այդ մարդը լավություն ա արել մարդկանց։ Սաղին էլ հասել է, սաղն էլ նուժդա ա եղել, բռնի եկած, ոչ մի բան չունեինք։ Ինքը լավություն է արել, իսկ կաշառքը 100% սուտ է։ Համ էլ կաշառք ինչի համար վերցնեք, եթե չեք մասնակցում ընտրություններին, չեք կարող։ Դե հա, մենք ասում եմ, ես չգիտենք, որ ընտրություն կլինի, ինչ կլինի։ 3 եմ իմացել, ասում եմ, որ ասել են կաշառքա ընտրությունների թեմայով, իսկ էդի սուտ է։ Իգլայան Աշոտ Շուշիից տեղահանվել եմ 2023 թվականին, սեպտեմբերի 25-ին։ Բնակվում եմ հիմա Արագածոտի մարզի Օշական գյուղում։ Դուք եւս Գևորգը ձեր ընտանիքին եւս հավեր, կենթանիներ մի խոսքով ընտանիք։ Հավեր եմ ստացել ճիշտ ասած, ես եմ դիմել իրան օգնության համար, առաջի կարգի զինաշման անդամ եմ ես, տես լսել եմ, որ արդեն օգնում է մարդկանց ինքը զուտ բարեգործություն, զանգել եմ իր խնդրանքի կարգով դիմել, եթե կա հնարավորություն ինձ էլ օգնի, ասեց խնդիր չկա, կմոտիկամ ձեզ նայեմ, տեղը, հետո մոտիկացա մարդը նայեց։ Իսկ այդ ընթացքում, երբ որ տրամադրվում էին այդ հավերը, որևէ խոսք եղել է քաղաքական ուղղվածության ընտրությունների։ Ընդհանրապես չի եղել քաղաքական ինչ-որ մի հատ խոսք, այդքանը։
Իսկ երբ է ձեզ այդ հավերը տվել։ Անցած տարի, այս տարի ընտրությունից առաջ։ Հստակ օրը չեմ հիշում, որ ասեմ անկեղծ, 2025 կամ 24 թվականներ այդ ժամանակ նույնիսկ քաղաքացիություն չունեմ, էլի միջև այնց քաղաքացիություն չունեմ։ Թեկուզ այդ քաղաքական ինչ-որ մի հատ ընտրությունների վերաբերյալ, եթե դուք եք էլ ասում։ Հիմա այսօր եկել եք աջակցություն, ինչ սպասելիքներ ունեք դատարանից։ Արդարության համար, ուրիշ ոչ մի բան։ Մարդը օգնել ազուտ ինձ, որպես ես առաջի կարգի հաշման անդամ, ես չգիտեմ էլի ոնց ներկայացնել, խնդրել եմ, օգնել եմ մարդը ինձ, դրա համար ես հասել եմ ստեսկան դժվար վիճակից առաջի կարգի զինանշման անդամից, որ այսքանը հեշտ է ինձ, բայց ոչ չի։ Իսկ ձեզ հետ նաև այլ ընտանիքներ եւս դիմել են, կհիշեք, քանի հոգի են եղել եւ ձեզ օգնությունը քանի հատ է եղել հավելում։ Չեմ հիշում ճիշտն ասած ուրիշ ընտանիքների վերաբերյալ քան հոգի են եղել։ Ես որ դիմել եմ, ինքը եկել է մեր տուն, ինձ տեսել է վիճակս, թղթերս նայել է ոնց է ինչա կարգս, ինձ տվել է 65 հատ հավատվել, այդքանը։ Իսկ ձեր շրջապատից շատ են եղել շահառուները, ովքեր դիմել են, ստացել են այդ կենթանի։ Անկեղծ չգիտեմ։ Ձեր օրինակ այսպես որ խոսում եք արցախցիների հետ, շատ են։ Հա, շատ են, բայց չգիտեմ էլ այտենց հստակ ովքեր են անուններ օրինակ ասեմ կամ Շատ լավ, շնորհակալ եմ։ դեզ շնորհակալություն։ Գասպարյան Դավիթ, ապրում եմ Գյուղորշականում, էլի բռնի տեղահանված Արցախից։ Մենք էլ նույնպես լսել ենք Գևորգի օգնության մասին, որ հավեր է տրամադրում։ Այնա դիմեցին Գևորգին, Գևորգը մոտեցավ։ Գևորգը մոտեցավ, նայեց հավ պահելու հնարավորություն ունենք, քանի երեխա ունեք, 3 երեխա ունեմ, ասեց մեր կողմից այդ հավերը տան գոնե եթե ուրիշ բան էլ չլինի, այդ հավերը ձուն ածեն, մի ամիս ամսուկեսի ձու են ածելու։ Ուրիշ բան չլինի, ձուն սարքեք մի հատ հացի հետ։ Շատ շնորհակալ ենք Գևորգից, իր արած գործից։ Շոկի մեջ ենք հիմա որ լսել ենք, որ Գևորգի հետ կապված այս գործողություններն ա կատարվում։ Իսկ ձեզ հավ է տվել Գևորգը, հա, որպես քանի հատ կհիշեք։ Այդ վաղ բնակվում էինք երկու ընտանիքով ոնց որ, իմ haներս էլ մեր հետ եղել, 50 հատ հավ ենք ստացել։ Իսկ այդ ժամանակ, երբ որ ձեզ տրամադրում էին այդ հավերը, որևէ քաղաքական հայտարարություն կհիշեք, եղել է, չի եղել, ընտրություն Ընդհանրապես 24 թիվն ա եղել, դաժե չգիտենք, որ ընտրություն պիտի լինի 26 թվականին, ընդհանրապես։ Իսկ երբևէ, այսպես ասած, որ խոսել եք արցախցիների հետ, այսպես հավաքվում, խմբվում խոսում եք, շատ են եղել մարդիկ, ովքեր օգտվել են այդ։ Շատ են եղել, հա։ Իրականում ճիշտ եմ հասկանում, որ Օշականում, հա, այսպես շատ տրամադրվել են։ Այո, տրամադրվել է։ Դիմել եք, իրենք օգնել։ Հա, դիմել ենք օգնել է մարդը։ Իսկ հիմա ինչ ակնկալիքներով եք եկել դատարան։ Աջակցություն որպեսզի արդարացնել այդ մարդը չեմ հասկանում, դաժե մտքից մեջ չի տեղավորում, էլի ոնց կարող է մարդը, եթե չկա էլի իրոք մեջ ասում կարող է ուրիշ բան կա, ուրիշ գործ կա հետը կապված բան, բայց շոկի մեջ եմ չգիտեմ ինչ ասեմ։